Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է, այսօրվա իմ զրուցակիցը Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի փորձագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների տեխնացու Սերգեյ Մելքոնյանն է, շնորհակալ եմ պարոն Մելքոնյան հրավերս ընդունելու համար։ Պարոն Մելքոնյան, մի բան հասկանալի չէ, այնուամենայնիվ բանակցությունները ընթանում էին արդեն երկրորդ հափուլներ, թեվակողել բանակցությունների Իրան եւ Միացյալ Նահանգներ նկատի ունեմ։ Այդտեղ կարելի է ասել, որ նաև պաշտպանվում կամ պահպանվում էին նաև Իսրայելի շահերը, հա, ինչ որ իմաստով, բայց հանկարծ տեղի ունեցավ այս պատերազմը։ Նախ ինչու սկսվեց։ Նպատակը բանակցություններով, հա, կանխելը չէր, թե այսպես թե այնպես լինելու էր եւ առհասարակ այս պատերազմը Իսրայել եւ Իրան ձեր կարծիքով այնուամենայնիվ խորքային իմաստով ինչի մասին է։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ինչու հենց հիմա շատ հաճախ մենք միայն արտաքինն ենք նայում, փորձում ենք գտնել ինչ-որ արտաքին ֆակտորներ, որոնք ազդեն այս կամ այն որոշում կայացման վրա։ Իսկ Իսրայելում նաև կային շատ կարևոր նաև ներքին գործոնը։ Շատ կարևոր ուշադրություն դարձնել, թե Իսրայելի ներսում ինչ է կատարվում։ Իսրայելի ներսում հասարակությունը դժգոհ է գործող իշխանությունից, խոսք գնում է Բենյամին Նետանյահուի մասին, որովհետև ինքը չհաջողվեց Գազայում, որտեղ հիմնական նպատակներից մեկը բացի նրանից, որ ոչնչացնել Համասը, այլ նաև վերադարձնել գերիներին, եւ սա հիմնական համար 1 հարցն էր օրակարգում հասարակության։ Եվ այդտեղ Նետանյահուն չհաջողվեց եւ իր աջակցությունը գնալով կտրուկ նվազում էր։ Սա 1։ Երկրորդը, որպիսի կարողանան ավելի լայնածավալ գործողություններ տեղ ունենային Լիբանանի ուղղությամբ, Սիրիայի ուղղությամբ եւ Գազայի ուղղությամբ, Իսրայելին շատ կարևոր էր զորակոչել կրոնական հասարակությունը, եւ սա հիմնական խնդիրներից մեկն է հասարակության մեջ, աշխարհիկ եւ կրոնական հասարակության մեջի պայքարը։ Եվ այս պատճառով նաեւ որոշ կառավարությունները պառակտվել են եւ գնում էին արտահերթ ընտրությունների։ Այս վերջի օրի ընթացքում Իսրայելում պիտի քննարկվեր հենց այդ օրենքը, որ զորակոչել խարեդիմներին, այս կրոնականներին բանակ եւ կրոնական կոալիցիայի գործընկերները Նետանյահուի հայտարարեցին, որ այն դեպքում, եթե օրենքը դուք ընդունեք, մենք կոալիցիայից դուրս ենք գալիս։ Դա նշանակում է կառավարությունը ձուլվում է, պառակտվում է եւ գնում են արտահերթ ընտրությունների։ Իսկ արտահերթ ընտրությունների դեպքում առաջինը Նետանյահուն չէր հաղթի, ըստ բոլոր հարցումներին, որ մենք տեսնում ենք, ավելին Նետանյահուն կարող էր հայտնվել բանտում, որովհետեւ բազմիցս քրեական գործեր են իր դեմ հարուցված։ Եվ այդ պատճառով Նետանյահուն միշտ գնում էր եւ դիմում էր էսկալացիայի։ Հարվածում էր օրինակ Եմենին եւ սենց մեծ PR ակցիա են անում։ Հարվածեց Հեզբոլային, հետո հարվածեցին Սիրիային եւ դրանով ինքը մնում էր իշխանությամբ։ Հիմա ինքը գտնվում է արդեն deadlock իրավիճակի մեջ։ Եվ ինչպես նախորդ անգամ խոսում ենք, իրանց համար այս կարևոր է այս մատրոշկեն կամած բացեն։ Սկզբից Համասը, հետո Հեզբոլան, հետո հուտիները, հետո Սիրիան, հիմա արդեն հասան Իրանին։ Այս իր համար շատ կարևոր տայմինգ էր, որպեսզի ինքը պահի իր իշխանությունը։ Եվ բարձա որ Իսրայելի համար սա, եթե մենք նայենք, թե ըստ իրանց ռետորաբանությամբ սա էգզիստենցիալ պատերազմ է, նույնը Իրանի համար։ Սա գոյության մասին է, որովհետև իրանք արդեն առնվազն կես դար փորձում են ներկայացնել, որ Իրանը արդեն վաղ չեմ այսօր կստանա այս միջուկային զենքը, եւ սա էգզիստենցիալ խնդիր է Իսրայելի համար։ Եվ այս միակ հարցն է, որի շուրջ Իսրայելի հասարակության մեջ կա կոնսենսուս։ Նույնիսկ ամենաընդդիմադիրները, դա լինի, չգիտեմ, նույնիսկ Ավիգդոր Լիբերմանը, ամենապրոադրբեջանական քաղաքական գործիչներից, որը երբեք իր աջակցությունը Նետանյահուին չէր հայտնում վերջերս, այս անգամ բաց հայտարարեց իր աջակցությունը։ Եվ խոսք գնում է նաև բոլոր քաղաքական ուժերի։ Այսինքն միջուկային զենքի հետ կապված բոլորի կարծիքը նույնն է։ Հակաիրանական օրակարգի շուրջ իրանք ունեն կոնսենսուս, համ հասարակության մեջ, համ բոլոր քաղաքական ուժերի մեջ։ Եվ այսպիսով Նետանյահուն կարողացավ փոխել իր ամպլուան, ոչ թե այն մարդ, որը ունեցավ ամենամեծ պատմության մեջ ձախողում հոկտեմբեր 7 2023 թիվ, բերելով դեպի ամենամեծ անվտանգության ոլորտում հաջողություններից, որտեղ Նետանյահուն միշտ ակնկալվում էր որպես միստր անվտանգություն։ Իսկ հոկտեմբեր 23-ը ցույց տվեց լիովին հակառակը։ Իսկ հիմա ինքը փորձում է ցույց տալ, որ ինքը ընդհակառակ իր
պատմությունը, legacy-ն եւ այլն, լրիվ ուրիշ կդառնա այս դեպքում։ Միացյալ Նահանգների մասնակցության մասին եմ ուզում հարցնեմ, Իրանի նախագահ պարոն Փեզեշքյանը եւս ասել է, որ ԱՄՆ-ն ուժ է կիրառում եւ միջազգային կանոններին հակառակ թույլ է տալիս Իսրայելին ներխուժել եւ հարձակվել մեր երկրի վրա։ Թրամփը ամեն դեպքում ցույց չի տալիս, թե ամբողջովին ներգրաված են կամ կիսում է այդ տեսակետը, մանավանդ Թրամփը, երբ որ քննադատում էր Բայդենին, որ նա պատերազմներ է հրահրում եւ գալիս էր ինքը վերջ տալու, չէ, պատերազմներին։ Հիմա չստացվեց, որ Նեթանյահուն, եթե այնուամենայնիվ ընդունենք, որ Թրամփի հետ համաձայնեցված չի եղել, ենթադրենք, հա, հիպոթետիկ էսպես, չի ստացվում, որ Նեթանյահուն փաստի առաջ է կանգնացնում, չէ, Թրամփին։ Հիմա որն է ճիշտ, կամ կարող էր Իսրայելը առանց Միացյալ Նահանգների աջակցության այդ հարձակումը իրականացնել։ Տեսեք, այս բոլոր օպերացիան եւ հարձակումը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ, Մեծ Բրիտանիայի հետ եւ Գերմանիայի հետ։ Սա փաստ է։ Ինչ է վերաբերվում արդյոք Իսրայելը կարող է դա անել առանց Միացյալ Նահանգներին, պատասխանը շատ պարզ է՝ ոչ։ Իսրայելը ունի դրա փորձը 70-ական թվականներին, երբ որ հարվածեցին միջուկային ծրագրը Իրաքում, կամ 2007 թվականին, որ հարվածեցին Սիրիային, Իսրայելը շատ երկար աշխատում էր, որպեսզի ունենալ, եթե ոչ կանաչ լույս Միացյալ Նահանգների կողմից, այլ գոնե, ասենք ասենք, դեղին լույս։ Եվ այդ աշխատանքի արդյունքում Իսրայելը կարող էր միայնակ չեզոքացնել միջուկային ծրագրերը Իրաքում եւ Սիրիայում։ Այս դեպքում դեղին լույսը բավականի չի, որովհետև նույնիսկ Իսրայելում ընդունում են, որ միջուկային եւ բալիստիկ հրթիռային ծրագիրը Իրանում ոչնչացված չի եւ Իսրայելը դա չի կարող անել։ Հետևաբար կա շատ մեծ կարեւորություն Իսրայելի համար, որպեսզի ներգրավեն Միացյալ Նահանգներին, ոչ միայն պաշտպանողական գործողություններ, այլ նաեւ հարձակվողական։ Օրինակ Ֆորդոյում, որը ամենագլխավոր կենտրոններից մեկն է Իրանի միջուկային ծրագրի, որևէ լուրջ վնաս չկա, առնվազն այսօր, որովհետև այն օտային ուժը, որը Իսրայելը ունի, բավականի չի, եւ այստեղ շատ մեծ կարիք կա ԱՄՆ-ի աջակցման։ Եվ անշուշտ, այս օպերացիան, որը արեց Իսրայելը Իրանի ներսում, որը շատ նման է նրան, ինչ որ արեց Ուկրաինան Ռուսաստանի ներսում, անհնարին էր առանց հետախուզական աջակցման արևմուտքի կողմից։ Եվ պարզ է, որ Միացյալ Նահանգները այնտեղ ներգրաված են։ Բայց իրանք ինչու չեն ուզում, որ շատ ճիշտ նշեցիք, չեն ուզում բացահայտ ասեն, որ այո, մենք այնտեղ կանք, որովհետև Միացյալ Նահանգները մինչ այսօր դեռ չեն էվակուացրել բոլոր իրենց ռազմական բազաները Մերձավոր Արևելքից։ Եվ եթե իրանք հայտարարեն, որ այո, մենք այս օպերացիայում հարձակվողական, այլ ոչ պաշտպանողական կանք, այս բազաները կդառնան թիրախ, նույնիսկ ոչ Իրանի կողմից դեպ։ Օրինակ Իրաքում գործում է Կատայիբ Հեզբոլան, Իրանի դաշնակիցներից մեկը, որոնք կարող են շատ լուրջ հարված տան այդ բազաներին, եւ Իրանը կարող է at least առնվազն լեգալ տեսանկյունից որևէ պատասխանատվություն իր վրա չվերցնի։ Այսինքն որտեղից խփեն Իրաքից խփեն այդ Կատայիբ Հեզբոլան կամ Հաշտաշաբին, հիմա կապ չունի, խփեն ամերիկյան բազաներին Իրաքում, առանց որևէ Իրանի ներգրավվածության։ Իդեպ նշվում էր երեք, որ Իսրայելին արտաքին գործերի նախարարությունը Իսրայելի, որ Ֆրանսիան ռազմական օգնություն է առաջարկել Իրանի դեմ պատերազմում։ Այսինքն ստացվում է, որ Եվրոպան, հավաքական Եվրոպան ամբողջությամբ ներգրաված է եւ այն ինչ որ հիմա տեղի ունենում բխում է Եվրոպայի շահերից, ճիշտ է։ Մոտը ճշմարտությամբ կբացատրեմ ինչու, որ հարցրեցիք ինչու հենց այս տայմինգը շատ կարևոր է նաեւ, հիշում եք, երբ որ ձեզ հետ քննարկում ենք ինչու Համասը որոշեց հենց հիմա հարձակվել։ Այո։ Եվ մենք շատ արագ եկանք այն եզրակացության, որովհետեւ մոտենում էր Իսրայել-Սաուդի Արաբիա պայմանագիրը, որը ընդհանրապես օրակարգից Պալեստինայի հարցը կհաներ։ Այստեղ այլ օրակարգ էր, որովհետև Ֆրանսիան, Սաուդյան Արաբիան արդեն պատրաստում էին կոնֆերանս, որպեսզի ճանաչեն Պալեստինայի պետությունը, եւ այդ հարցը նախատեսված էր քննարկվել ՄԱԿ-ում։ Հիմա այս հարցը լիովին օրակարգից դուրս է եւ ՄԱԿ-ի օրակարգից էլ դուրս է։ Սա այս արտաքին տրիգերներից մեկը։ Ինչ է վերաբերվում Եվրոպայից, ասեք, այսօր Եվրոպան ինքնիշխան ակտոր չի։ Ինչպես թելադրեն Միացյալ Նահանգները արտաքին քաղաքականության ոլորտում, այդպես էլ իրան կհետևեն։ Նույնիսկ այս տարաձայնությունների պայմաններում, որ ՆԱՏՕ-ի հետ կապված տարաձայնություններ ունեին նաև մաքսատուրքերի հետ կապված Թրամփի։ Այո, իրանք հետևում են Միացյալ Նահանգներին, ասենք ասեմ, general line, ոնց պարտիան ասի, այտենց էլ իրանք կանեն։
Եվ երբ որ խոսք գնում է Ֆրանսիայի մասին, իսրայելցի առնվազն իրանց այս փորձագետները ում հետ ասենց ասեմ տարբեր գրառումներ են անում, իրանք բոլորը ասում են, որ Ֆրանսիան տեղեկացված չէր, բայց Ֆրանսիան արդեն ցույց տալիս իրենց ռազմական աջակցությունը պաշտպանողական գործողությունների մեջ մերձավոր արևելքում, բայց հարձակվողականի մեջ դժվար թե Ֆրանսիան ներգրաված լինի։ Հիմա իրանք փորձում են ամեն ինչ անել, որ ոչ թե Եվրոպայի ներգրավեն, որովհետև Իսրայելում շատ լավ հասկանում են, որ Եվրոպան ընդհանրապես ոչ մի բան չի որոշում։ Շատ կարևոր է ներգրավել Միացյալ Նահանգներին։ Եթե իրանց ներգրավեն, Եվրոպան արդեն կամաց կներգրավի։ Իսկ երբ որ խոսում ենք մեր Եվրոպայի գործընկերների հետ, իրենք ասում են, որ լինի դա Մերցը, լինի դա Մակրոնը, ընդհանրապես կապ չունի։ Իրանք գտնվում են ճնշման տակ, նույնիսկ իրանց գործընկերներից ներսում։ Եթե Մակրոնը առնվազն հայտարարում է, որ որոշ չափով դատապարտում է պատերազմը, բայց աջակցում է Իսրայելին, դա իրանք անում են, որովհետև մեկ կա մեծ մուսուլմանական համայնք այդ երկրներում, երկրորդը շատ մեծ է իսրայելական եւ հայրական լոբին, որը իրենց սահմանափակում է իրենց գործողությունների մեջ։ Նույն օրինակ Եվրոպական խորհրդի նախագահ Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարություն արեց ի աջակցություն Իսրայելի բացահայտ։ Դեռևս նույնիսկ մինչ Ռուսաստան արևմուտք այդ առճակատումը Ուկրաինայով պայմանավորված կամ Ուկրաինայի տարածքում, այսպես ասենք, հա, առճակատումը։ Այո, նշվում էր, որ նույն Բժեզինսկիների, հա, կանխատեսումներով կամ գծած, հա, այսպես ասած, գործողությունների կամ ճանապարհային քարտեզներով նպատակն այն էր, որպեսզի Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղեն եւ զսպեն Իրանին, այնուհետեւ գլխավոր մարտահրավեր իհարկե ի տարբերություն որոշ փորձագետների շատերը նշում էին հենց Չինաստանը։ Եւ այսօր էլ նույնիսկ թվում էր, թե ավելի շատ տեսնում են հիմա Չինաստանը առաջնահերթորեն որպես վտանգ, հա, նույն Միացյալ Նահանգներին, քան օրինակ ասենք Իրանին զսպելու պլանները։ Հետևաբար տպավորություն էր, որ կարող է Իրանի հետ այնուամենայնիվ բանակցություններով հարցը լուծեն։ Չի ստացվում, որ այստեղ մի քիչ ինչ որ իմաստով Միացյալ Նահանգների պլանները փոխվել են եւ հակառակը Եվրոպան է փորձում խնդիրներ լուծել։ Հաշվի առնելով այն կոմունիկացիաները, այն նախագծերը այս տարածաշրջանում կամ Մերձավոր Արևելքում, որն ունի Եվրոպան։ Ես չեմ տեսնում, որ Եվրոպան առանց Միացյալ Նահանգներ կարող է որևէ լուրջ հարց լուծի միակողման։ Լինի դա Մերձավոր Արևելք, լինի դա Կենտրոնական Ասիա, լինի դա Հարավային Կովկաս, բավականին ուժ չկա։ Առնվազն այսօր գուցե եթե իրանք անցնեն իրանց ռազմավարական ավտոնոմիային, կարողանան իրանց կվազի բանակ ստեղծեն, իրանց ռազմարտունաբերական կոմպլեքսը ավելի ակտիվ զարգանա, այդ դեպքում գուցե։ Բայց ինչ է վերաբերում Չինաստանին, ոնց Սունձին սովորացնում էր, եթե դու գնում ես պատերազմի, համար 1 քայլերից մեկը դու պիտի ոչնչացնես դաշինքները։ Այն ինչ որ Իսրայելը օրինակ արեց։ Հիմա Համասը պատերազմի չի մտնում, Հեզբոլան չի մտնում, Սիրիան չի մտնում, մի քիչ Եմենն է մտնում, որպեսզի կարողանան թիրախավորեն արդեն Իրանին։ Այս դեպքում նույն բանն է։ Եթե իրան կարողանան չեզոքացնեն Իրանին, չեզոքացնեն Ռուսաստանին, իրանց կոալիցիայի շուրջ նկատում եմ Չինաստանի հետ, հետո արդեն Չինաստանի հետ ավելի հեշտ կլինի այսպես կոչված հարցը լուծել։ Իրանական աղբյուրները բազմիցս նշել են, որ Ադրբեջանի հետ ծովային սահմանի կողմից անօդաչու թռչող սարքերի գործարկումներ են նկատել եւ դրանք ոչնչացվել են։ Դրանից առաջ որոշ փորձագետներ նաեւ նշում էին կոնկրետ ինֆորմացիայի վրա հենվելով, որ Իսրայելը Ադրբեջանում իր հենակետերն է օգտագործում Իրանի դեմ։ Ինչ ինֆորմացիա կա այս իմաստով։ Անկեղծ ասած, որովե ինչ որ կոնկրետ փաստեր մենք այսօր չունենք, որ Ադրբեջանի տարածքից ինչ որ ակտիվ գործողություններ կան, բայց որ հետախուզական ակտիվությունը կա, դա անշուշտ, դա բոլորը ընդունում են, բայց որ ինչ որ ԱՏՍ-ներ են գնում Ադրբեջանի տարածքից կամ Արցախի տարածքից, Ֆիզուլի օդանավակայանից կամ Զանգիլանից, դեռ դրա փաստերը չկան։ Բայց մենք տեսնում ենք ինչպես Ադրբեջանը եւ Թուրքիան ակտիվացան Իրանի տարածքում։ Օրինակ վերջերս 3 օր առաջ Ադրբեջանը բնակ ժողովրդի համար հատուկ թերթ կա, որը կոչ արեց Իրանում նկատի ունեմ։ Կոչ արեց, որպեսզի ազերիները, որոնք ապրում են Իրանում, չմիանան իրանական բանակին ու դեզերտիր անեն։ Երբ որ մենք իրանցի գործընկերներից հարցրեցինք, սա ճիշտ է, թե ֆեյք է եւ այլն, ասին չէ, դա ճիշտ է եւ այս թերթը ֆինանսավորվում է
Թուրքիայի, Իսրայելի եւ Ադրբեջանի կողմից։ Իրանք տեսնում են, որ առնվազն ոչ բաց տեսքով, փակ ձևաչափով իրանք ներգրաված են, որպեսզի անջատողական շարժումներ գեներացնեն, որպեսզի այս գործող իշխանությունը չկարողանա կոնտրոլի տակ պահի ընդանուր երկիրը, որովհետև սա Իսրայելի ասում պլան մինիմում, պլան մաքսիմում։ Պլան մինիմում ոչնչացնել միջուկային ենթակառուցվածքը, ռազմական ենթակառուցվածքը, պլան մաքսիմում դարձնել Իրանը երկրորդ Սիրիան, կիսապարակտված, կիսադեմիլիտարիզացված եւ որով է Իրանից ինչ որ լուրջ ուժ չներկայացնող քաղաքական միավոր։ Թուրքիայի անկեղծությունը փորձենք քննարկել։ Էրդողանը հայտարարեց, ընդ որում Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դժվար անուն է, բայց կարևոր եմ համարում էլի նշել ում հետ զրույցում էր սա ասում, հա, նա նշել է, որ Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար։ Մեջբերեմ Էրդողանի խոսքը, Իսրայելը տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է, դա եւս մեկ անգամ ցույց տվեց հարձակվելով Իրանի վրա։ Իսրայելին պետք է կանգնեցնել լարվածությունը նվազեցնելու համար։ Ինչ խնդիր է լուծում եւ փաստորեն սա ասում է Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ զրույցի ընթացքում, այստեղ դա էլ շատ կարեւոր է, հավատում եք անկեղծությանը, իհարկե կային տարաձայնություններ Էրդողանի եւ Նեթանյահուի միջեւ, նույնիսկ Ադրբեջանը Ալիևը փորձում էր այս վերջերս նախորդ ամիս հանդիպում կազմակերպել, հա, տեղի չունեցավ, օդային ճանապարհը փակեցին Նեթանյահուի առջև Թուրքիայում եւ նա չկարողացավ Ադրբեջան մեկնել։ Մի խոսքով հավատում եք անկեղծությանը, չնայած այդ տարաձայնություններին իրենք ունեն նաեւ լուրջ համագործակցություն, չէ՞։ Անշուշտ Թուրքիայի անկեղծության երբևէ չի կարելի հավատալ, այնտեղ կան կետեր, որտեղ շահերը համընկնում են եւ բախվում են, որ խոսքը գնում է Թուրքիա-Սիրիա, Թուրքիա-Իսրայել հարաբերությունների մասին։ Օրինակ Սիրիայում երկուսն էլ շահագրգռված էին, որ այնտեղ չլինի Բաշար Ասադի ռեժիմը եւ չլինի Իրանը։ Երկուսն էլ շահագրգռված են եւ ամեն ինչ դրա համար անում են։ Թուրքիան հյուսիսից էր ճնշում, Իսրայելը ճնշում էր հարավից, իսկ հիմա, երբ որ Թուրքիան արդեն ուզում է դարձնել Սիրիան իր ազդեցության գոտին, Իսրայելում դա արդեն ընկալվում է համար 1 անվտանգության սպառնալիքներից մեկը երկարաժամկետ եւ այստեղ շահերը բախվում են։ Իսկ ինչ է վերաբերում Իրանին, այո, Թուրքիան շահագրգռված է, որպեսզի Իրանից ինչ որ լուրջ ուժային կենտրոն չներկայացնի Մերձարևելքում, ազդեցությունը նվազի, այո, ոչ միայն այն մեստեղ էլ։ Հա, նույն ամբողջ մեծ ռեգիոնը, Լինդա Հարավային Կովկաս, Մերձարևելք, Պարսի ծոցում եւ այո, այստեղ կա շահերի 100%-ային համընկում, բայց արդյոք շահագրգռված է Թուրքիան, որպեսզի Իրանը ընդհանրապես ոչնչացվի, սա արդեն մեծ հարց է։ Եթե իրան կարողանան ունենան իրանց ազդեցության գոտին Իրանի հյուսիսում, ինչպես Թուրքիայում դա քննարկում են, այո, այստեղ էլ մենք տեսնում ենք շահերի համընկնում։ Իսկ երբ որ խոսքը գնում է Մոհամմեդ բեն Սալմանի մասին, Սաուդյան Արաբիան այդքան էլ շահագրգռված չի, որ այս լայնածավալ պատերազմը դառնա ինչ որ տարածաշրջանային պատերազմ, որովհետև իրանց համար շատ մեծ անվտանգության եւ տնտեսական խնդիրներ կլինի։ Եթե Իրանը փակի Օրմուզի նեղուցը, սա շատ մեծ տնտեսական հարված կլինի նաեւ Սաուդյան Արաբիայի համար։ Այստեղ հետաքրքիր է նաև, որ Թրամփը լուրջ պայմանագրեր էր կնքել, չէ, ընդ որում, որով հպարտանում էր Սաուդյան Արաբիայի հետ։ Հիմա այդ պայմանագրերը ինչ են լինելու։ 3 տրիլիոն, չէ, կարծեմ 3-ից 4 տրիլիոն դոլարի մասին է, չէ, խոսում այդ պայմանագրերը գործում են, իրանց հետ ոչ մի բան չի եղել։ Սաուդյան Արաբիան շարունակում է շատ ակտիվ աշխատել Միացյալ Նահանգների ուղղությամբ, հասկանալով, որ Թրամփին կարած, չգիտեմ, ինչ որ մի հատ ինքնաթիռ նվիրես, ինքը դրանով կուրախանա եւ գնաս ինչ որ մի հատ պայմանավորվածություն հասնել։ Բայց հիմա մենք տեսնում ենք, որ ստեղծում է ոչ թե դաշինք, ոչ թե կոալիցիա, այլ շահերի համընկող ինչ որ խումբ, որը շահագրգռված է, որպեսզի ինչ որ մի պայմանավորվածություն լինի Իրան, Միացյալ Նահանգներ։ Որ խմբերն են դրանք, այդ խմբերում ովքեր են։ Այնտեղ մտնում է առաջին հերթին Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Չինաստանը դեռ դրա մասին չի հայտարարել, բայց տարբեր դիվանագիտական սիգնալներ մենք արդեն տեսնում ենք։ Այո, այտենց չի, որ Ռուսաստանը կարա միակողմանի ինչ որ նստեցնի մի սեղանի շուրջ Թրամփին եւ Իրանին, դրա համար կա կարիք տարբեր ուժեր փորձեն ներգրավեն դրա համար։ Բայց ես չեմ տեսնում դրա շատ մեծ ինչ որ հավանականությունը, առնվազն պատրաստություն Իրանի կողմից չկա,
որովհետև իրանք հասկացան, որ այս բանակցությունները որևէ երաշխիք չեն տալիս, եւ սա շատ իրականում մեծ դաս է նաեւ մեզ համար, Ռուսաստանի համար, որը փորձում է բանակցել Միացյալ Նահանգների Տրամպի օրոք, որ բանակցությունները ինչ որ մի լուրջ եզրակացության կարող են նույնիսկ եթե բերեն, ոչ մեկ չի կարող երաշխավորի, որ իրանք ինչ որ նույնիսկ կարճաժամկետ կաշխատեն։ Թուրքագետ ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը մի հարցազրույցում անդրադառնալով այս պատերազմական գործողություններին ասում է Թուրքիան կփորձի փոկել Ատրպատականը եւ միացնել Ադրբեջանին, եթե Իրանում ցնցումներ սկսվեն։ Հնարավոր են նման զարգացումներ եւ Թուրքիայի այդքան ներգրավվածություն։ Թուրքիան նախ դիվանագիտական իր ձեռագիրը հայտնի է, կամ փորձում է միջնորդ դառնալով ինչ որ կարևոր դեր ստանձնել եւ ինչ որ բան փոկել, կամ օգտվել ստեղծված լարվածությունից եւ իր հարցերը լուծել, հա, այս դեպքում հնարավոր է նման զարգացում եւ ցնցումների պարագայում Ատրպատականը փոկի Իրանից, դա հնարավոր է։ Հենց դրա մասին ասում է, երբ որ ասում է որ Թուրքիան կցանկանա ունենալ իր ազդեցության գոտին Իրանի հյուսիսում, դրա մասին էր խոսքը, որովհետև բայց ուղղակի իրանք բարձր չեն գործելու, որովհետև իրանք պատրաստ չեն պատերազմեն այդ տարածաշրջանի համար, ոնց Սիրիայում առանց ուղղակի պատերազմի իրանք կարողացան գրավեն գրեթե ընդանուր երկիրը։ Բայց այդտեղ տարիների աշխատանքից չէ արվել, իրենք ներթափանցել էին ըստ էության։ Այդ դեպքում եթե իրանք տեսնեն տարբեր ինդիկատորներ, օրինակ համար 1 Իրանի պետական մեքենան էլ բավականի օպերատիվ չի որոշում ընդունելու եւ իրականացման գործընթացում։ Նշանակում է, որ արդեն կայուն չի իրավիճակը։ Երկրորդը, եթե իրանք տեսնեն, որ կա արդեն հասարակության կողմից պահանջ այս անջատողական ընդանուր մեծ գործընթացում։ Եւ երրորդը, եթե իրանք տեսնեն, որ բացի հյուսիսից խնդիրներ լինի օրինակ Բալուջիստանում եւ Իրանի Քրդստանում, այդ արդեն ամենանախընտրելի սցենարներից մեկը կարող է լինի եւ արդեն ամենավերջի պայն իրանք կարող են արդեն մտնեն, այսպես ասած, խաղի մեջ։ Այսինքն ներսից պայթեցնեն։ Այո, այդ ուղղությամբ Իսրայելը երկար ժամանակ աշխատել։ Իսրայելը եւ Արևմուտքը երկար ժամանակ աշխատել են։ Եւ այո, անշուշտ Թուրքիայի հետախուզությունները այնտեղ աշխատում եւ դա ադրբեջանցի լրտեսների էին գաղտնազերծել, այդ Մոսադ եւ այլն, ինչ ասեք կար, հա։ Ընդհանրապես գաղտնիք չի, մենք նույնիսկ հիշացնեմ այդ ուսանողների հետ, երբ որ անցնում ենք Իսրայելի արտաքին քաղաքականությունը, հիշացնեմ ամենաառաջի ֆորմատը ձևաչափը, ինչպես Իսրայելը եւ Թուրքիան համագործակցում են, հետախուզականն էր, որ Թուրքիան առաջին մուսուլմանական պետությունն էր, որը ճանաչեց Իսրայելը եւ ամենաառաջի ոլորտը, որտեղ իրանք համագործակցում էին, նույնիսկ այդ վաղ Իրանն էլ էր միացե շահի ժամանակ, հետախուզական ոլորտն էր։ Եվ այո, անշուշտ հետախուզական կոորդինացիան այդ ուղղությամբ իրանք ունեն, անշուշտ։ Պարոն Մելքոնյան, ինձ համար տարօրինակ է, երբ որ շատ լավ իմանալով, որ Իսրայելում Նեթանյահուն խնդիրներ ունի ինքը անձամբ, հա, անընդհատ մենք տեսել ենք, չէ, բողոքի ակցիաներ, նույնիսկ իր մի կողմ թողնենք այլ երկրների հետ իր հարաբերությունները, բայց ինքը ներսում խնդիրներ ունի։ Բայց այս օրերին ես անընդհատ տեսնում եմ, կարդում ենք բոլորս, որ նա կոչ է անում Իրանի ժողովրդին, որպեսզի ազատվեն Իրանի իշխանություններից, որը դեռ չի հասցրել առանձնապես բացասական ինչ-որ ֆոն ունենա, չէ, իրենց երկրում, որտեղ նոր է ընտրվել նախկին նախագահ Ռայիսի այդ ողբերգական ավիավթարից հետո կամ չգիտեմ դեռ կբացահայտվի ինչ է դա, ինչ էր տեղի ունեցել։ Հիմա տարօրինակ չէ, ինչի է ուզում հասնել դրանով, ասենք պատկերացնում եք որևէ երկիր հիմա որևէ երկրի ժողովրդին կոչով դիմի, ասի ազատվեք իշխանություններից։ Նպատակը ո՞րն է։ Տեսեք, Իսրայելում վաղուց գործում է, ես նույնիսկ գիտեմ այդ մարդկանց, ով աշխատում էր այդ ուղղությամբ, իրանք հրաներ են Իրանից, որոնք հայրենադարձվել են Իսրայել, շատ լավ տիրապետում են լեզու, հոգեբանությունը եւ այլն, եւ երկար տասնյակ տարիներ շարունակ Իսրայելից աշխատում էր ռադիո, որը ուղղված էր իրանալեզու նկատի ունեմ, որը ուղղված էր Իրանի հասարակության համար։ Ու այնտեղ գնում էր քարոզչությունը։ Բայց մենք տեսնում ենք, որ նաեւ այս քարոզչության արդյունքում իրան կարողացան հարվածեն Իրանին ներսից։ Այն նկարները, որ մենք տեսել ենք, ինչպես ագենտները հանում են ինչ-որ սարքեր, որպիսի ռադարները կամ հոբ համակարգերը չեզոքացնեն, նախապատրաստեն Իսրայելի արդեն հարվածը։ Իրանք հենց ագետներ են Իրանից, որոնք գործում են կամ գետնի վրա կամ Աֆղանստանից եւ այլն մտել են։
հասարակության հետ հետախուզությունը շատ ակտիվ աշխատում է Իսրայելի հետախուզությունը նկատի ունի։ Եվ համար 1 նպատակը, եթե դա հաջողվի, ասում պլան մաքսիմում, ոչնչացնել այդ պետությունը։ Իրանք դա ուղիղ եւ պարզ նշում են, որ Իրանը իրանց համար էգզիստենցիալ խնդիր է եւ իրանք չեն սահմանափակում բալիստիկ հրթիռների ծրագրով, միջուկային զենքի ծրագրով, դա չի հիմնական նպատակը։ Եթե կարող են հասնեն, որ ոչնչացնեն Իրանը որպես պետություն, դա Իսրայելի ասենց զադաչու մաքսիմում։ Իդեպ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանը քվեարկել է միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրից դուրս գալու օգտին։ Սա արդեն Սա արդեն ել եմ ասում, մենք գնում ենք ամենաբացասական սցենարով այսօր, որովհետև Իրանում հնարավորություն տվեցին ռեֆորմիստներին պայմանավորվեն, դրա համար պարոն Արաղչին բանակցում էր եւ կոնսերվատիվ ճյուղը մի քիչ կողքի դրեցին, բայց երբ որ վերջի անգամ Իրանում էի, շատ կարևոր ինդիկատոր էր մեզ համար, իրանց արտգործնախարարությունը մեծ ֆորում էր կազմակերպել եւ հիմնականում խոսում էին ԱԳՆ-ից ժողովուրդը եւ այնտեղ փակ ձևաչափերով նաեւ խոսում էին մասնագետները եւ պաշտոնյաները, ով ներգրաված էին բանակցային գործընթաց, բայց ամենավերջում հրավիրեցին ելույթ ունենալ հենց կոնսերվատիվ ճյուղին, օրինակ պարոն Ղալիբաֆը, որը հիմա այս հարցն է դնում օրակարգ, ինքը հենց այդ կոնսերվատիվ բլոկից է եւ դա շատ խորհրդանշական էր այն առումով, որ վերջի խոսքը մնում է իրենց է։ Հիմա իրավիճակը հետեւյալն է։ Իրանց տվեցին շանս այն դեպքից հետո, որ տեղի ունեցավ նախագահան եւ ԱԳՆ-ի ղեկավարը, երբ որ նոր ընտրություններ տեղի ունեցան։ Ռեֆորմիստերին տվեցին շանս բանակցել, իրանք չհաջողվեցին, փաստացի։ Եվ հիմա հիմնական խոսքը ուժային բլոկի կողմից է։ Եվ այս հիմնական այդ սիգնալներից մեկն էր, իրանց մոտեցումը որն էր։ Այն դեպքում, եթե այսպիսի հարձակում տեղ ունենա, ընդամենը միակ երաշխիք անվտանգության դա ունալ միջուկային զենքը։ Եվ հիմա փաստացի Իրանը արդեն գնում է այդ ճանապարհով։ Երբ որ իրանք տեսան, որ միջազգային ատոմային էներգետիկայի գործակալությունը ընդհանրապես շահագրգռված չէր համագործակցել, համագործակցում էր Իսրայելի հետ, տեղեկությունները փոխանցում էր իրենց, այդ իրանք ֆայլերը հրապարակեցին։ Իրանք տեսան, որ վստահություն չկա այդ կառույցի, հետեւաբար Իրանը պիտի մտածի ինչ-որ այլ ընտրանք։ Եվ հիմա կա երկու հատ հիմնական սցենար։ Կամ Իրանը նվազեցրած դիրքերից գնում է բանակցում է եւ ամեն ինչ զիջում է, եւ ոչ մեկ չի կարող տա երաշխիք, որ այս պայմանագիրը կգործի իրականում, կամ Իրանը գնում է դեպի միջուկային զենքի փորձարկում է եւ հայտարարում է, որ արդեն ունի միջուկային զենք եւ կկարողանա ապահովել իր արդեն անվտանգությունը եւ կստեղծվի ուժային բալանս։ Եվ սա կնշանակի, որ Իսրայելի քաղաքականությունը լիովին ձախողվեց։ Հակառակը նպաստեց, որ այլընտրանք չունենա եւ այո, որովհետեւ նպատակը որն էր՝ թույլ չտալ Իրանին ունենալ միջուկային զենք, բայց քո քայլերի արդյունքում Իրանը ունեցավ միջուկային զենք։ Սա արդեն կնշանակի ձախողում։ Բայց Իրանը արդեն իսկ ստեղծել էր, չէ՞։ Դա տարիներ առաջ ասում էին, չգիտեմ, 60%-ը ավարտված է եւ այլն։ Բոլորը այդ ասում էին, չէ՞, պարոն Մելքոնյան, որ արդեն իսկ կա այդ զենքը։ Այդ Իսրայելում ասում էին 80 թվականներից, մինչև հիմա հիշում եմ, ինչպես թերթերը տպագրում են, որ Իրանին մնաց 60 օր, որ Իրանը ունենա միջուկային զենք։ Անցավ մոտավորապես ավելի քան 50 տարի։ Բայց մինչ այսօր մենք չենք տեսել նույնիսկ որ լուրջ ինդիկատոր, տարբեր ինդիկատորներ կան, չէ՞, եւ Իսրայելը սաղից լավ է դա տիրապետում։ Առաջինը սեյսմիկ ակտիվությունը։ Իրանք շատ լավ հասկանում են, թե օրինակ եթե ունեն հետախուզական կետեր Ադրբեջանի սահմանում, սեյսմիկ ակտիվությունը շատ հեշտ իրանք կարողանան վերլուծեն։ Դա միջուկային զենք կիրառեցին, թե հեյբար օրինակ բալիստիկ հրթիռներից մեկը կիրառեցին։ Երկրորդը ռադիացիայի ֆոնը իրանք կարողանան վերլուծեն, եթե դա գետնի տակ իրանք օրինակ չեն փորձարկել։ Բայց եթե չկա ինչ-որ լուրջ փաստեր, այս կոնկրետ փաստեր պիտի լինեն։ Նշանակում է, որ Իրանը դեռ չունի միջուկային զենք։ Առավել եւս հոգեվոր առաջնորդի կողմից Իրանում մինչ այսօր գործում է FETFAN, որ արգելված է ունենալ միջուկային զենք։ Եվ այս երկրորդ ինդիկատորը կլինի, բացի նրանից, որ իրանք NPT-ից դուրս եկան, այս պայմանագրից։ Եթե հոգեվոր առաջնորդ այլ FETFA տա,
դա նշանակում է, որ Իրանը գնաց այդ ճանապարհով։ Դες մի քանի հատ ինդիկատորներ կա։ Սա նշանակում է, որ պատերազմը կարող է արդեն նույնիսկ Իրանի սահմաններից դուրս գալ, ճիշտ է։ Խնդիրը նա է, որ հիմա մենք տեսնում ենք, որ էսկալացիայի որակը եւ մակարդակը աճում է, հենց այսօր նայում եք թե իսրայելական մամուլներում ինչ են գրում, Իսրայելը վերջի 4 օր ակտիվ աշխատում է, որ Միացյալ Նահանգները միանան հարձակման։ Եվ եկան լուրեր, որ արդեն ավիակիրները Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների գնում են դեպի մերձավոր արևելք։ Եվ դժվար թե իրանք միայն պաշտպանողական գործողություններին ուղղված լինեն, որտեղ իրանք ունեն բավականի ուժ օտային, որպեսզի պաշտպանեն։ Իսկ այս ինդիկատորները հակառակ հարձակման ինդիկատորներ են։ Եվ կարող է դա Իրանի սահմաններից դուրս գա, ամենա հնարավոր նաև թիրախներից մեկը սա մեր հարավային Կովկասն է։ Մեզ համար, մեր վտանգների մասին խոսենք, մեզ համար, որովհետև Թուրքիան ինքը այնուամենայնիվ դեմ է միջուկային զենքին, չէ՞, որքան էլ ինչ որ Իսրայելի հետ տարաձայնություններ ունենա, չէ, նկատի ունեմ տարածաշրջանում։ Այո, Թուրքիան է դեմ, Ռուսաստանը է դեմ։ Հա, բայց Ռուսաստանը առաջարկում էր նույնիսկ միջնորդի դեր տանել եւ որոշ փորձագետներ նշում էին, որ չի բացառվում, որ կուրացիան, այսպես ասած, կոնտրոլը վերցնի, հա, միջուկային զենքի վերահսկողության կամ բանի։ Նույնիսկ թույլ տալ, բայց իր վերահսկողությամբ դա լինի։ Հիմա մեր դեպքում ինչ վտանգներով է սարլի։ Մեզ համար լրջագույն խնդիրներից մեկն է, մենք ունենք երկու հատ բաց սահման։ Մեր ընկեր եւ շահակից հարևաններից պետությունների տարածքում գտնում է տեղի ունենում լայնածավալ պատերազմ, որը կարա վերանա միջուկային պատերազմի։ Սա մեր մայրաքաղաքից մի քանի 100 կիլոմետրում լայնածավալ պատերազմ է տեղի ունենում։ Այստեղ կա համ անվտանգության ոլորտում խնդիրներ, տնտեսական ոլորտում խնդիրներ, հաշվառնելով որ մեր էքսպորտը դեպի Պարսից ծոց, հետո Հնդկաստան, այլ երկրներ գնալով աճում է եւ Իրանը փաստացի միակ ճանապարհն է։ Նշանակում է մենք շատ լուրջ խնդիրներ ունենք տնտեսական ոլորտում, որ մեր բեռնատարները կարող են չհասնեն օրինակ Բանդերաբաս։ Արդեն իսկ հիմա կա խնդիր։ Այդ նորությունը ես չեմ տեսել։ Սա մեկ։ Երկրորդ խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի պոտենցիալ հարձակումը։ Այո, Ադրբեջանում իրանք շատ մտահոգված են այս պատերազմից, որովհետեւ իրանք վախեցած էին նաեւ որ Իրանը կորոշի թիրախավորի Ադրբեջանը, հաշվառնելով որ այնտեղ կա Իսրայելի հետախուզական եւ ռազմական փաստացի ներկայությունը։ Իրանք իրականում մտահոգված են, բայց այն դեպքում եթե իրանք տեսնեն, որ սահմանների շուրջ պետությունը Իրանի Հանրապետությունը չի կարող լիովին եւ օպերատիվ վերահսկի իրավիճակը, այո, Իրանը եւ Ադրբեջանը եւ Թուրքիան այս հնարավորությունը կօգտագործեն։ Կարող են Նախիջևանից դա օգտագործեն։ Եվ ելի մի հատ էլ խնդիր կա։ Բաց նրանց որ Իրանի զսպողական մեխանիզմները փաստացի մեր տարածաշրջանում նվազում են, Հայաստանը գտնվում է էգզիստենցիալ խնդրի շուրջ։ Այստեղ խոսքը գնում է ոչ միայն ասպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին, այստեղ խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության գոյության մասին, որովհետև մենք տեսնում ենք բացատրեմ Իրանի кейսը ցույց տվեց, որ որևէ լիմիտներ չկա։ Հիշում եք, մենք քննարկում ենք ուկրաինական հարձակումները միջուկային յետակառուցվածքին, ատոմակայաններին Ուկրաինայի տարածքում, որոնք գտնվան արդեն Ուգլեդարում, օրինակ Ռուսաստանի վերահսկողության ներքո են գտնվում։ Իսկ հիմա մենք տեսնում ենք, որ ինչ որ X պետությունը կարող է հարվածներ տա ատոմակայաններին։ Այո։ Այս լիմիտը արդեն անցան։ Միջազգային հարաբերությունները սա արդեն ոչ թե դառնում են գիծն էլ անցան։ Այո։ Ով ասես, որ այն դեպքում եթե Թուրքիայում եւ Ադրբեջանում տեսնեն, որ սա պատմական պահն է փակել մեր հարցը ճակերտներով, որ իրանք չհարվածեն ամեն ինչին ինչ որ կարան, նաեւ մեր ատոմակայանին։ Որովհետեւ այս գիծը արդեն անցել է։ Մինչեւ այդ այսպես լայնածավալ, այն ինչ որ տեղի ունեցավ օրինակ Իրաքում, Սիրիայում, սա, ասեմ, ընդամենը ոչ իրականացված լիովին պրոյեկտ էր եւ այդ հարցը փակվեց։ Իսկ այս кейսը արդեն դառնում է նորմա։ Մենք տեսնում ենք, որ Իսրայելը կիրառում է օրինակ Դախիա դոկտրինը Իրանի դեմ,
Դախյա դոկտրինը ստեղծվել էր նախկին իրանց գլխավոր շտաբի պետի կողմից Գադի Այզենկոտից։ Դախյան ինքը Բեյրութի ռայոններից մեկն է, որտեղ Հեզբոլան էր հիմնականում գտնվում։ Եվ այդ դոկտրինը նախատեսում է ընդհանրապես ոչնչացնել յուրաքանչյուր քաղաքի մեջ կվարտալները։ То есть զերոյացնել ընդհանրապես ջնջել այդ կվարտալները։ Ինչ որ իրանք Գազայում արեցին։ Եվ սա իրանց համար նշանակում է, որ մենք հարցը լուծեցինք։ Հիմա իրանք նույն բանը փորձում են անել Տեհրանում, ընդհանրապես ոչնչացնել։ Երբ որ խոսքը գնում է հարձակման մասին, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս այսպես կոչված Դախյա դոկտրինը Իսրայելը կիրառում է ավելին քան 1500 կիլոմետր իր սահմաններից հեռու։ Ինչու Ադրբեջանը չի կարող նույն բանը անել մեզ հետ, եթե իրանց գլխավոր նպատակն է հայաթափել տարածաշրջանը։ Նկատում եմ բոլոր կարմիր գծերը այս պատերազմը ցույց տվեց, որ անցել են։ Եվ եթե մեր մոտ ինչ որ մեկը մտածում է, որ դե մենք всё-таки մերձավոր արևելք չենք, մենք Եվրոպա ենք եւ այլն։ Հա, Եվրոպա են հաստատ, հա։ Չէ, ես օրինակ եմ։ Չէ, մարդկանց ուղեղները դրանով են էլի լվանում, Եվրոպա են մենք։ Ալիկը մերձավոր արևելքից կծածկի մեզ եւ շատ լավ արդեն կարող են հասկանան, որ մենք շատ հեռու ենք Եվրոպայից եւ ավելի մոտիկ ենք Բաղդադին եւ Տեհրանին։ Պարոն Մելքոյան, մինչ այդ նախ Ադրբեջանը շատ ինտենսիվ զորավարժություններ էր իրականացնում, արդեն քանի տարի։ Երրորդ զորավարժություններ են մեկ ամսվա ընթացքում Նախիջևանում, այո։ Նախիջևանում, հա, իսկ զորավարժությունների ժամանակ որպես կանոն եւ զենք են բերում կուտակում եւ զորք են բերում կուտակում, ճիշտ է, հա։ Այդ զորավարժություններին, հա, հետևելով մի ամիս հիմա ընթանալու է այս զորավարժությունները Թուրքիայի հետ։ Ինձ դա է նաև վախեցնում, հա, այստեղից Նախիջևան ինչ է, պատկերացնում եք ինչ կկատարվի, եթե փորձեն օգտվել առիթից հնարավորություններից։ Ես շատ լավ պատկերացնում եմ, մենք դրա մասին նույնիսկ ձեզ մոտ ենք խոսում, տասնյակ չվերթներ Բաքվից, Գանջայից, զենքով եւ զինամթերքով Վրաստանի տարածքով, Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևան, իսկ վերադառնում են իրանք արդեն Իրանի տարածքով, նշանակում է, որ արդեն այդտեղ ոչ զենք կա, ոչ զոր կա, ավելի կարճ ճանապարհով վերադառնում են։ Հիմա Նախիջևանը, ասած ասեմ, ամենամիլիտարիզացված կետերից մեկն է Հարավային Կովկասում։ Եվ անշուշտ ինքը ուղղված կարա լինի համ Հայաստանի դեմ, համ Իրանի դեմ, բայց ամենահեշտ, ոնց ասում, ռվոցը там, где тонко, այս դեպքում մենք ենք։ Այս ամենամիլիտարիզացված կետերից մեկը տարածաշրջանում հիմա Նախիջևանն է։ Մենք շատ լավ գիտենք, որ այնտեղ գտնվում է թուրքական բանակը, բայց ադրբեջանական համազգեստով եւ բացի նրանից արդեն ավելացավ պաշտոնական թուրքական բանակը այնտեղ ձեր նշած զորավարժությունների շրջանակն է։ Եվ մենք ունենք ապացույցներ այդ մարկանցից, ով եղել է Նախիջևանում վերջերս, ոնց որ նաև ձեր մոտ դրա մասին խոսացել ենք։ Ինչպես Նախիջևանում երկու անգամ լայնացրել են ճանապարհը դեպի Հայաստան։ Նշանակում է, որ իրանք նախատեսում են բացել այսպես կոչված միջանցքները, չէ՞ տարբեր մարշրուտներ կան Հայաստանի միջոցով։ Եթե միջև այդ մեկ ճանապարհ կար դեպի Հայաստան եւ մեկ ճանապարհ Հայաստանից, հիմա երկու անգամ այդ ճանապարհը մեծացել է։ Ու այդ համար դե պատկերացնում եք պետության տեսանկյունից դու ներդրումներ ես անում ինչ որ լուրջ ենթակառուցվածքին, ուրեմն ինչ որ պիտի մեկ նպատակին ծառայի։ Եվ այդ ճանապարհը Նախիջևանից գնում է դեպի Հայաստան եւ արդեն մոտ է ավարտին։ Նույն ինչպես երկաթագիծը արդեն մոտ են որ վերջացնեն Արցախի հարավում, որպեսզի Մեղրիով անցնի։ Դա նշանակում է, որ չի բացառ, որ մենք 24/7-ի վրա այստեղ պիտի աշխատենք։ Եվ ինչ են անում են Հայաստանի իշխանությունները հիմա։ Դա անկեղծ ասած ԱԳՆ-ն տարածեց բավական լավ հայտարարություն, ոնց օրինակ դա Հնդկաստանի դեպքում տեղ ունեցավ եւ հիմա, բայց ես այդքան լուրջ մոտեցում չեմ տեսնում, որովհետեւ այդ վաղ երբ որ հարձակումը տեղ ունեցավ, երկրի վարչապետը երկրում չէր, բայց մեր մայրաքաղաքի մոտ մենք միջուկային պատերազմի եզրին ենք գտնվում։ Այս թվում է մի քիչ այլ մոտեցում գնացել էր դստեր հետ, Պրահա էր գնացել, ինչ որ եվրոպական, չգիտեմ, ինչ կոնֆերանսի մասնակցելու, այստեղ իրականում շատ աշխատանք կա, սկսած գործընկերներից, օրինակ պիտի կարողանաս կոմունիկացնես, չգիտեմ, արևմուտքի գործընկերներից, որ եթե դուք ինչ որ մեկ բան պատրաստում եք անեք, կամ հիմա անում եք, անպայման պիտի հաշվի առնեք, որպեսզի այստեղ գոնե առնվազն Հարավային Կովկասում կայուն լինի իրավիճակը, որտեղ դա փորձել բացատրել, որ դա նաև բխում է իրենց շահերից։ Եթե դու մինչ այսօր ունես մեկ դաշնակից,
փաստացի մենք ունենք այսօր միակ մեկ դաշնակից, որը պատրաստ է ինչ որ երաշխիքներ տալ թղթի վրա։ Այո, ոչ լիովին կատարում են, բայց խնդիրը նա է, որ ուրիշները պատրաստ չեն։ Նույն ձևի երաշխիքներ արտված են թղթի վրա տալ։ Դու պիտի կարողանաս թարմացնես եւ վերահաստատես բոլոր երաշխիքները եւ անվտանգության մեխանիզմները քո դաշնակից երկրի հետ ու քո գործընկեր երկրի հետ եւ բոլորի հետ անդադար կոմունիկացիայի մեջ լինես։ Չգիտեմ ինչ կանով էս աշխատանքը հիմա կատարվում է, ես չեմ կարող ասեմ, բայց մի փաստ մենակ արձանագրենք, տեսեք, նույնիսկ Լավրովը եկավ այստեղ Ռուսաստանի արտգործնախարարը եւ սպասվում էր թե գոնե այդ ժամանակ կարող է կապանում հյուպատոսությունը բացեն։ Ռուսաստանի հյուպատոսությունը արդեն որքան ժամանակ է ձգձգվում է, ըստ էության չի բացվում։ Այնտեղ է Սյունիքում Իրանը ունի հյուպատոսություն, պատվո հյուպատոսություն բացեց Ֆրանսիան, ինքը իհարկե մի քանի բանով ցածր է լեվելով, բայց ամեն դեպքում Ռուսաստանի, եթե դաշնակիցդ է եւ ունես նման մարտահրավերներ, ինչու չես բացում, թույլ տալիս, որպեսզի այնտեղ բացեն հյուպատոսություն եւ ներկայություն ունենան։ Սա էլ տարօրինակ է։ Եթե դու Ֆրանսիային թույլ ես տալիս նույնիսկ պատվո հյուպատոսություն բացել, իբրև թե Ֆրանսիան որոշները կան, չէ՞, ինչ որ քարոզիչներ, քարոզող գլուխներ ասում են Ֆրանսիան փոխարինելու է Ռուսաստանին, դառնալու է մեր ռազմավարական դաշնակիցը։ Ֆրանսիան չի ուզում դառնա։ Ֆրանսիան նման խոստում չի տվել, դե այդպես, այսինքն մարդկանց խափում են, մանիպուլացնում, մոլորեցնում են։ Մի երկու զենք են առել, իրենց թվում է արդեն վերջ։ Ֆրանսիան դառնալու է մեր անվտանգության երաշխավորը։ Հիմա Ֆրանսիան այնտեղ է, բայց Ֆրանսիան ինքը հայտարարում է անվերապահ աջակցության մասին Իսրայելին։ Եվրոպայի խորհուրդը, խնդրեմ, հայտարարում է իր անվերապահ աջակցությունը նրան։ Այստեղ մենք հասկանում ենք ինչ ով է մեզ հետ։ Այստեղ մեր շահերը անշուշտ չեն համընկնում, երբ որ խոսքը գնում է Իրանի մասին, որովհետև նաև արևմուտքում անկեղծ ասեմ, շատ լավ հասկանում են, որ հիմնական ստատուս քվո պահող ուժերից մեկը Հարավային Կովկասում դա Իրանն է։ Եվ Եվրոպայում դա շատ լավ հասկանում են։ Նրանք կարող են դրա մասին շատ բաց չասեն, բայց փակ քննարկումներում բոլորը ընդունում են։ Դրա համար նաև որևէ ճնշում այդ իրանց կողմից չկա, որ մենք տարբեր ոլորտներում Իրանի հետ համագործակցում ենք, որովհետև երբ որ մենք իրանց հետ խոսում ենք, ասում ենք լավ, դուք չեք ուզում, որ մենք համագործակցենք Ռուսաստանի հետ, չեք ուզում, որ մենք համագործակցենք Իրանի հետ։ Ստեղծվում է վակուում։ Եթե դուք պատրաստ եք լիովին այդ վակումը լցնեք, խնդիր չկա։ Եթե դուք պատրաստ եք տակ անվտանգության երաշխիքներ, եթե դուք պատրաստ եք զենք ու զինամթերք անդադար կարողանաք մատակարարեք եւ պահեք ուժային բալանսը տնտեսական, քաղաքական անվտանգության միջոցներով, խնդիր ընդհանրապես չկա։ Խնդիրն է, որ ոչ մեկ չի կարող այդ պատասխանատվությունը վերցնել։ Չեն էլ ուզում, որտեվ իրենք այլ շահեր ունեն այլ երկրների հետ։ Այս օրինակներից մեկն է, որտեղ մեր շահերը բախվում են։ Ու իշացնեմ, մոռացա նշեի, նաև ամենակարևոր խնդիրներից մեկը մեզ համար այս էսկալացիայի կոնտեքստում զենքի մատակարարումը։ Հիմա եթե կարիք լինի շատ արագ զենք ստանալ Հնդկաստանից կամ սնարյադներ եւ այլն, ամենաօպտիմալ մարշրուտներից մեկը չի գործում։ Ես չգիտեմ ինչ կանով այդ ալտերնատիվաները մշակված են, բայց երբ որ մենք մեր Հնդկաստանից գործընկերների հետ այս վերջերս հանդիպել էինք, մենք այս հարցը բարձրաձայնել ենք, բայց մենք որոշում կայացնող չենք, մեզ համար փորձագիտական խմբի մասն է խոսքը։ Շատ կարևոր է ուղեկցել մեսեջ, որ մենք գնում ենք դեպի էսկալացիային եւ այս հիմնական տրանզիտը, որով մենք զենք ենք ստանում եւ զինամթեր, կարող է չգործի։ Եվ այս դեպքում շատ դժվար պահ է արդեն դառնում։ Շատ վտանգավոր։ Իդեպ հիշեցնեմ, որ Գևորգ Պապոյանն էր, նախարարը հայտարարել այսօր ազգային ժողովում, որ Իսրայել-Իրան ռազմական գործողությունների պատճառով մի շարք բեռներ Բանդար Աբբաս նավահանգստում կանգնած են, որոշ բեռներ էլ ճանապարհներին են, բազմաթիվ խնդիրներ ունենք արտահանման եւ Իրանից կամ Իրանի տարածքով այլ երկրներից ներմուծման հետ կապված։ Մենք զենքը Իրանով էինք ստանում, դուք դա նկատի ունեք, չէ՞, հնդկական զենքը մենք ստանում ենք Իրանով։ Խոսքը գնում է կամ ցամաքային մարշրուտի մասին կամ օտային, բոլոր գիտեն դա գաղտնիք չի, գիտեմ որ բոլոր բաց է, խոսվել է այս մասին, դուք գաղտնիք չեք բացում։ Այո, թշնամիները ամեն ինչ հետևում են ու ես դրա մեջ արդեն վերջերս է համոզվա,
որ հայալեզու յուրաքանչյուր հաղորդումները իրենք շատ լավ նայում են, Գիտեմ, մեր հաղորդումներն էլ իրենք նայում են, այստեղ գաղտնիք չկա, որ հիմնականում զենքի տրանզիտը Իրանի տարածքով է։ Իսկ հիմա այս մարշրուտը փակ է։ Հիմա եթե շատ մեծ անհրաժեշտություն եւ կարիք ունենանք բայպրիպասներ ստանանք Հնդկաստանից, ես չգիտեմ ինչքանով մենք այդ ալտերնատիվաները այլընտրանք ինչ որ ճանապարհները, մարշրուտները ունենք։ Ես դրա պատասխանը չունեմ։ Վրաստանը ինչ դիրքորոշում կունենա։ Այստեղ կարևորը ոչ միայն Վրաստանի դիրքորոշումը, այստեղ կարևորը Կենտրոնական Ասիայի երկրների դիրքորոշումը, այստեղ կարևորը Աֆղանստանի դիրքորոշումը։ Այստեղ կան տարբեր մարշրուտներ, որոնք ներառում են Աֆղանստանին, Թուրքմենստանին, Ղազախստանին եւ Ուզբեկստանին։ Ռուսաստանի կողմից խնդիր չի լինի, որտեղ Կասպիցովից թռնեն, պիտի էլի մտնեն Ռուսաստանի տարածքով եւ իջնեն Վրաստանից։ Նկատի ունեմ այստեղ դիվանագիտական տեսանկյունից, դրա համար ասում 24/7 աշխատանքի մասին նշանակում է դիվանագիտական եւ ռազմական մեր լիազորված խմբերը այդ ուղղությամբ։ Իրանք պիտի 24/7 հիմա աշխատեն այս ուղղությամբ։ Բայց ինչ են անում, ոչ մի բան չեն անում։ Պրոբլեմը սրանում է։ Մենք հիմա անում են թե չէ, բայց ես կարող եմ նշել, որ այս խնդիրները կան, բայց ես չեմ տեսնում, որ աշխատում են, կամ չեմ տեսնում, որ չեմ աշխատում։ Տեսեք, պարոն Մելքոնյան, մինչ այդ եւ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն էր նշում, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգ է պահպանվում եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էր հայտարարում դեռ նույնիսկ մինչեւ այս Իրան-Իսրայել առճակատման սկիզբը, հա, Հայաստանի իշխանությունները դարձյալ ոչ մի բան չէին անում։ Իրենք ոչ մի բան չէին անում, անընդհատ քար են շպրտում Ռուսաստանի ուղղությամբ, տակից Իրանի ուղղությամբ, չգիտեմ, Չինաստանի ուղղությամբ, այսինքն մենք դրա ականատեսն ենք։ Հիմա Հայաստանի իշխանությունները ինչ որ ինֆորմացիա չունեն վտանգների մասին, նույնիսկ Ռուբիոն ու պետքարտուղարը Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի պաշտպանության նախարարն է այդ ինֆորմացիան տալիս։ Ես այդտեղ այլ խնդիր եմ տեսնում իրականում, բացատրեմ, երբ որ ամեն տեղից մենք լսում ենք, որ վտանգը կա, իսկ լայն հասարակության համոզում են, որ պատերազմը բացառվում է եւ մենք գրում ենք խաղաղության ճանապարհով, նշանակում է, որ հասարակությունը ընդհանրապես մոբիլիզացված չի եւ պատրաստ չի յուրաքանչյուր սցենարին։ Սա շատ մեծ վտանգ է։ Օրինակ նույն Իսրայելը, այս մի դրվագ բերեմ որպես օրինակ, երբ որ Իսրայելը knockdown, ասես կարող ասենք, ուղարկեց Իրանին, իրանց պետական մարմինները հստակ կոմունիկացին հասարակության հետ, որ մեզ սպասում են շատ դժվար օրեր, մենք պիտի պատրաստ լինենք, որ բոլոր մեր քաղաքները թիրախավորված կլինեն, մենք պիտի դրան պատրաստ լինենք, իմացեք, որ այս վտանգը կա, ոչ թե կա, այլ ինքը իրականում տեղի կունենա։ Իսրայելը կարող էր ասել, ամեն ինչ լավ կլինի, չմտածեք, հեսա 1-2 շաբաթվա հարցում ժամանակահատվածում հարցը կլուծենք եւ այլն։ Իրանք շատ հստակ կոմունիկացում են իրանց հասարակության հետ, որ ժողովուրդը պատրաստ լինի, որ շոկին չենտարկվի։ Իսկ հիմա մեր մոտ լայն հասարակության հետ կոմունիկացիան որն է, պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Ապուշացնում են, էլի հասարակությանը։ Որ մենք ունենք լրիվ այն ինդիկատորները, այլ ինդիկատորները։ Գուցե այնտեղ կա ինչ որ օրակարգ իրական ինչ որ խաղաղության օրակարգ, բայց մենք գիտենք Ադրբեջանի համար խաղաղությունը դա նշանակում է Արցախի ճակատագիրը։ Իրանք այլ խաղաղություն չեն դիտարկում։ Այո, Հայաստանը արժանանալու է բանի Արցախի ճակատագրին։ Գուցե այնտեղ կա ինչ որ այլ օրակարգ, որի մասին օրինակ ես չգիտեմ, դուք չգիտեք, լայն հասարակությունը չգիտի, բայց որպես մոնիտորինգ անելով հիմնական ինդիկատորները ամեն ինչ գրեթե պարզ է։ Գոնե դուք պիտի կարողանաք կոմունիկացնել, ասեք, որ տեսեք, կան տարբեր սցենարներ, մենք աշխատում ենք այս սցենարի ուղղությամբ, բայց իմացեք եւ պատրաստ եղեք, որ ամեն ինչ կարա լինի։ Սա ես տեսնում ամենամեծ խնդիրներից մեկը։ Տեսեք, Ադրբեջանը իր պահանջները ներկայացրել է եւ Էրդողանն էլ է ներկայացրել, հա, եւ բանավոր եւ գրավոր պահանջները ընդհանուր մինչեւ վերջերս հայտարարում էր Ալիևը, որ պետք է այդ
Արևմտյան Հայաստան էր անվանում Հայաստանը, հա, այո, ներողություն, Արևմտյան Ադրբեջան էր անվանում Ալիևը Հայաստանը, որ պետք է արդեն 300,000 էլ չեն ասում, դրանից ավելի ասում են ադրբեջանցիներ պիտի գան ապրեն, մուսուլմանների առաջնորդ հոգևոր առաջնորդ Փաշազադեն Էչմիածինն էր ասում դա ադրբեջանական հող է եւ Նիկոլ Փաշինյանը սկսեց հարձակումներ հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ։ Դրանից առաջ հիշեցնենք նաեւ, որ Էրդողանն էր խոսել Սփյուռքի մասին եւ նկատի ունենալով նաեւ եկեղեցու հա դերը Սփյուռքում, իրենք այսինքն ցույցում տվել էին Փաշինյանին։ Այս հա մենք գտնվում ենք կրակի մեջ եւ հայ առաքելական եկեղեցին շատ կարեւոր դեր է կատարել պատմության ընթացքում, նույնիսկ պետությանն է փոխարինել։ Նույնիսկ ամենաշատը այս օրերին շատ է քննարկվել Սարդարապատի հերոսամարտի օրինակով, հա Գևորգ Կաթողիկոսը ինչ առաքելություն վերցրեց իր վրա։ Հիմա տեսեք, մենք կրակի մեջ ենք։ Մենք դաշնակիցների հետ հնարավորինս վատացրել ենք հարաբերությունները, մենք մարդկանց մոտ կեղծ սպասումներ ենք առաջացրել, փափուկ բարձ ենք դրել, հա, որը, չգիտեմ, թշնամու երազանքն է։ Եվ Փաշինյանը հարձակվում է ինչ-որ հայ առաքելական եկեղեցու վրա, ինչ-որ հարցեր է, անկողնային հարցեր է քննարկում այս կամ այն եպիսկոպոսի, հա։ Ես սրա վտանգի մասին եմ ուզում խոսեմ։ Ինչից են մեզ զրկում, սա ինչ ծրագիր է եկեղեցու դեմ, մեզ մնացել է ի վերջո հայ ժողովրդի համար, ընդ որում եւ Սփյուռքում եւ Հայաստանում միակ հենման կետը մնացել է հայ առաքելական եկեղեցին։ Այս վտանգների մեջ ու մեկ էլ եպիսկոպոսների անկողնային հարցեր քննարկելը, այս ինչ ծրագիր է։ Իսկ մենք արդեն բոլորին պարզ է թե ինչ ծրագիր է, նույնիսկ իմաստ չկա մեկնաբանել։ Գուզում ասեմ, որ կա երկու հատ մոտեցում համար 1, այն որ ես ասացի 24/7 աշխատանք վերահաստատել պայմանավորվածություն 24/7 ռեժիմով նկատի ունի, որ պետք է իշխանությունները աշխատեն, այո, դաշնակիցների հետ, շահակիցների հետ, բոլոր գործընկերների հետ եւ պատրաստ լինել ամենաբացասական սցենարի, որտեղ բոլորը հասկանում են, որ վտանգը Թուրքիայից եւ Ադրբեջանից կա։ Եթե ունենայինք նորմալ իշխանություն, այդ սցենարով կաշխատենք։ Կա երկրորդ սցենարը։ Եթե դու կամ չես ուզում, կամ տեսնում ես, որ ոչ մի բան չի ստացվես աշխատանքի արդյունքում եւ այլն, դու գնում ես եւ ամեն գնով պայմանավորվում ես քո թշնամու հետ։ Գրեթե մենք այս սցենարով ենք շարժվում, որ մենք խոսում ենք տարբեր փոփոխությունների մասին։ Կոնտեքստ ա մի քիչ։ Ինչը Ադրբեջանի համար կարևոր, ինչու իրանք չուզեցան ստորագրեն պայմանագիրը կամ ինչ որ նախնա ստորագրեն միջև ընտրությունները, այո, որտեղ իրանք ասում են, որևէ երաշխիք չկա, որ 26 թվականի ընտրությունների արդյունքում կգան ինչ որ այսպես կոչված ռևանշիստներ, որոնք կվերանայեն այս պայմանագիրը եւ կասեն, որ ինքը լեգիտիմ չի եւ այլն։ Հիմա ոնց ես եմ տեսնում, ստեղծվում է այդպիսի իրավիճակ, որ ցույց տալ, որ որևէ ռևանշիստ ճակերտներով չեն կարող իդ գալ իշխանությամբ կամ ունենան ինչ որ դիրք, որ կվերանայեն ինչ որ պայմանագիր։ Իրենք Ադրբեջանը եւ Թուրքիան ռևանշիստ են անվանում ընդդիմությանը, հա, ազգային ուժերին, այդպես ասել։ Այնտեղ շատ པարզ է, որ իրենք։ Եվ նաեւ Փաշազադեն Վեհափար Հայրապետին անվանեց ռևանշիստ, եկեղեցուն մեր։ Երբ որ առնչվում ենք իրանց հետ, իրանք շատ հստակ նշում են, թե ով են այսպես կոչված ռևանշիստները։ Սփյուռք եկեղեցի ընդդիմություն։ Այլ ինչ որ ռևանշիստ իրանք չեն տեսնում, սիրեկատ հիմնական ուժերն են։ Եվ հիմա փորձում են ցույց տան, որ մենք տալիս ենք երաշխիքներ, բայց եկեք ինչ որ խաղաղության օրակարգի կոնտեքստում ամեն ինչ լինի։ Հետևաբար էս իմ համար ինդիկատոր է, որ արտաքին քաղաքականության ոլորտում եւ անվտանգության քաղաքականության ոլորտում Հայաստանը գնում է այս ճանապարհով, փորձել ոչ թե դիմադրել, այլ պայմանավորվել զիջելով։ Այս կոնտեքստը սա է։ Փաշինյանը գնալու է Թուրքիա, թե ոչ, վերջնական պատասխան չկա, բայց նշվում է, որ հունիսի 20-ին գնալու է Էրդողանի հետ հանդիպման, հիշեցնեմ հեռուստադիտողին, մեկ էլ մի խայտարակ այց ունեցավ Էրդողանի ինագուրացիային, հա, նախագահ ընտրվելու կապակցությամբ գնաց հանդիպեց, Էրդողանն էլ Ալիևից հետո ինչ որ շարքերում նստեցրեց, հա, հիմա երկրորդ անգամն է գնում, չնայած մեկ անգամ էլ են որ գիրքը գրկել էր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ թուրքական տանը, չէ, հանդիպեց գրկելով Էրդողանի գիրքը այդ խայտարակ լուսանկարը բոլորին հայտնի է, էլի տեսանյութերով։ Հիմա
Ինչի է գնալու է թե ոչ եւ ինչ որ բան ստորագրելու է թե ոչ, այդպիսի սպասումներ կան, որ կարող է գնա Էրդողանը ասի մի խոսքով տղա ջան, ես պետքա ստորագրես։ Ես չեմ կարող այդ հարցերին պատասխանեմ, կգնա թե ոչ, թե կստորագրի թե ոչ, բայց սա տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը ես ներկայացրի, որ կա երկրորդ ճանապարհը, գնալ պայմանավորվել, շարունակել, այո, այսինքն ով քեզ ուզում է սպանի, գնաս նրա հետ, ուզենաս բան պայմանավորվես։ Հա, օրակարգը սա է։ Դե Էրդողանը իր անձնական երաշխավոր, իր Փաշինյանի եւ նրա ընտանիքի անձնական անվտանգությունը կապահովի, բա հայ ժողովուրդը ինչ անի։ Մենք տեսնում ենք ինչպես են վարվում հայ ժողովրդի հետ, Թուրքիայում ինչպես են վարվում այս 100 տարիներ շարունակ, Ադրբեջանում ինչպես են վարվում, որևէ բան չի փոխվել։ Եթե ինչ որ մեկը մտածում է, որ գուցե հիմա ինչ որ մի բան փոխվի եւ ոչ մի բան չի փոխվի, չի փոխվել եւ չի էլ փոխվի։ Եվ ես սա եմ տեսնում օրակարգը, գնալ փորձել պայմանավորվել, տեսնելով որ Թուրքիան հաջող ուժ կարա դառնա տարածաշրջանում, Իրանի դիրքերը թույլատրել են Ռուսաստանի հետ, այդքան շահագրգռված չենք, շատ կարևոր ունենալ կապ արևմուտքի հետ եւ Թուրքիան կարևոր միջոց է, որովհետեւ Վրաստանի տեսնում ենք խնդիրներ կան այս տրանզիտի հետ կապված եւ այլն, գնալ թշնամու հետ ոչ թե լեզու գտնել, որտեվ մեզ հետ ոչ մեկ չի ուզում լեզու գտնել, այլ պայմանավորվել, բայց մեզ հետ ոչ մեկ նաև չի ուզում պայմանավորվի։ Մենք տեսնում ենք, որ եթե իրականում Ադրբեջանում կամ Թուրքիայում ուզենան մեզ հետ պայմանավորվել, արդեն վաղուց պայմանավորվել են։ Որովե խնդիր չկա։ Եթե իրականում Թուրքիայում շահագրգռված լինեն, բարելավեն մեզ հետ հարաբերությունները, դա վաղուց կանեն։ Այդ ոչ մեկը տարապես չի ուզում։ Եվ երբ որ մեզ ասում են դա պիտի լինի ամեն գնով, մենք ամենամեծ գինը արդեն վճարեցինք գրեթե մեկ մեր պետություններից մեկը դե ֆակտո չկա ժամանակավոր։ Այո, Բեյրութ Լիբանանի տարածքից մեծ տարածք զիջեցինք Արցախը։ Բայց որովե արդյունք հաջողություն նկատի ունեմ ճակերտներով։ Դիվանագիտական հարաբերություններ հաստատին կամ ճանապարհը բացվեց կամ իրականում ինչ որ պայմանագիր ստորագրեցինք, որովե բան չկա։ Նշանակում է թե դու ես մի բան զիջեցիր, ոչ մի բան չստացար, ինչ ավելին դու պիտի զիջես, որպեսզի դու այդ փաստաթուղթը ստանաս։ Սա իմ համար մեծ հարց է։ Պարոն Մելքոնյան, տեսեք, ուրեմն որոշ շրջանակներ Արմեն Գրիգորյանի անվտանգության խորհրդի այդ թիմակից, որոնք Եվրոպայի, Բրիտանիայի տարբեր երկրների, այդ թվում որոշ ծառայությունների հետ կապ ունեն, նրանք ադրբեջանցիների հետ զրույցներում ասում են, որ իրենց բուն նպատակը Հայաստանի իշխանությունների Թուրքիայի հետ հարաբերությունների ստեղծումն է, տնտեսական հարաբերությունների զարգացում, որպեսզի իբրև թե Հայաստանի ապրանքները դեպի Եվրոպա արտահանվեն, տնտեսությունը ծաղկի եւ այլն, եւ ադրբեջանցիներին անդադ ասում են, որ որևէ թուղթ ստորագրեք, մեզ համար դա կարևոր է բանը, որպեսզի մենք կարողանանք Թուրքիայի հետ հարաբերությունները զարգացնենք, հանկարծ Ռուսաստանը Թրամփի հետ Պուտինը համաձայնության չգան, չբարիշեն Ուկրաինայի հարցը փակեն, կամ մեզնով զբաղվեն, բայց այդ նույն թեզերը շատ հետաքրքիր է, որ տվել է նաև Բլինքենի նախկին տեղակալ պարոն Օբրայանը, որը հիմա այլևս պաշտոն չի զբաղեցնում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Օբրայանը, որը Բաքու ու Երևան էր գալիս ու իր նախագծերի իրենց ծրագրերի մասին հայտարարում։ Հիմա կարծես այդ դերը հատկապես ստանձնել է Եվրոպական խորհրդի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, նա Սամարղանդում ապրիլի 4-ին դեռևս հայտարարություն արեց, նշելով, որ մեջբերեմ խոսքը, Սև ծովի ելքի համար կարևոր են ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային սահուն անցումները։ 30 տարի անց Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի փակ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային ավելի քան երբևէ կմոտեցնի։ Նպատակները ակնհայտ են եւ ըստ էության Փաշինյանին օգտագործում են իրենց այդ նպատակները իրագործելու համար։ Իրենց չի հետաքրում Հայաստան կմնա, չի մնա։ Փաշինյանին մի հարց տամ, էլի, ես այսպես եմ կարծում։ Փաշինյանին դուք կարող եք ձեր մեկնաբանությունը նաեւ անել այդ ուղղությամբ։ Փաշինյանին մինչեւ հիմա մի բան է հետաքրում։ Իշխանության պահպանում, ճիշտ է թե ոչ։ Ինքը ուզում է իշխանության մնալ։ Ուզում է դա վիլայեթի տեսքով կլինի, դա փոքրիկ մարզի կարգավիճակով կլինի, թե ինչ կլինի Հայաստանից ինչ կմնա տակը։ Ինքը ուզում է որ լինի իշխանություն ունենա, ճիշտ եմ թե ոչ։ Ասեք յուրաքանչյուր բիոլոգիայի
համակարգի համար կա երկու հատ նպատակ։ Самосохранение, ինքնապահպանություն եւ ինքնավերարտադրում։ Այլ նպատակներ չկա։ Եվ մենք տեսնում ենք, որ այս առումով քաղաքական համակարգը մոտ է այս համակարգին։ Յուրաքանչյուր իշխանության նպատակը դա պահպանել իշխանությունը եւ վերարտադրել իշխանությունը։ Սա երբ որ ասում ես ամենտեղ political science, սա ինչ որ դասական բան է։ Հասկանում եմ, բայց կոնկրետ հիմա Փաշինյանի դեպքում ունենք այո վարկանիշի անկում, Արցախի հանձնում այդքան 5000-ից ավելի տղաների կյանք սպանեցին, Արցախ հանձնեցին, Հայաստանի տարածքներ հանձնեցին, այս պահին հիմա իդեպ մենք խոսում ենք Նախիջևանից, ադրբեջանցիները ջերմուկում են։ Ճիշտ է, Գեղարքունիքի մարզում, Վայոց ձորում, Հայաստանի տարածքներում են եւ չեն պատրաստվում դուրս գալ, սա էլ պետք է նկատի ունենալ, հա, մենք խոսում ենք, որ Նախիջևանում են, բայց այստեղ են։ Հիմա չի ստացվում, որ Փաշինյանը, եթե իրականացնի այս ծրագիրը, որի մասին, հա, այս Սևծովի ելքի համար որ կարևոր էր, տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը ասել էր եւ Զանգեզուրի միջանցքի զարգացումներն էլ հաշվի առնելով, որովհետև արդեն ասում էին ավարտին են, չէ, հասցրել տրանսպորտի նախարար Թուրքիայի, ենթակառուցվածքների նախարարներ, տարբեր նախարարներ եւ Թուրքիայից եւ Ադրբեջանից ասում են ավարտին են հասնում, մնացել էր միայն Իրանի աջակցությունը։ Ստացվում է, որ իրենք գործարք կկնքեն, կանեն այս ամեն ինչը, այս ծրագիրը կիրագործեն, Փաշինյանին իշխանությունը պահելու համար ինչ է պետք լինելու։ Եվրոպ դիտորդները կգան, կասեն 26 թվականին ընտրությունները ամեն ինչ լավ է, ոչ մի բան չենք տեսել, ոչ մի բան չի եղել, ոչ մի կեղծիք։ Սա օրինական։ Այս ընտրությունները նույնիսկ իրականում ոչ մեկ չի մտածում ընտրությունների մասին։ Եթե Եվրոպայում իրականում մտահոգված լինեն ներքին իրավիճակի մասին, Հայաստանի ընդհանրապես այլ որևէ երկրի, նույն ձեր նշած Ուրսուլա ֆոն դեր Լայենը չեր ասի Ադրբեջան is a reliable partner։ Չեն ասի, որ ամենավստահելի գործընկերներից մեկն է։ Երբ որ Արցախում տեղ ունեցավ էթնիկ զտում, երբ որ Եվրոպայից ասին, որ սա իրանց համար անընդունելի է։ Հետո տեղի ունեցան ընտրություններ, բարձր ինչ իրավիճակ Ադրբեջանում։ Բոլոր միջազգային կառույցները փակվում են, մամուլները, որոնք ոչ պետության կողմից ֆինանսավորում փակվում են, հասարակական կարծիք ձևավորողները բանտում են գտնվում, եթե իրանք ռեժիմի կոնտրոլի տակ չեն, բայց Ադրբեջանը կոչվում են reliable partner։ Այսինքն բռնապետին, հա, բռնապետ Ալիևը ընդունելի է իրենց։ Մենք այս հարցը բարձրացնում ենք մեր եվրոպայից գործընկերների հետ։ Հիմա դուք պիտի որոշեք ձեր արտաքին քաղաքականությունը, ինչպես դուք միշտ մեզ ասում եք, is a value based, արժեքների վրա է հիմնավորված, թե interest based, շահերի վրա է հիմնավորված։ Եվ բոլորը արդեն ընդունում են, որ այդ շեղումը շատ պարզ է, որ այո շահերի մասին է ստանդարտներ այո։ Դրա համար երբ որ խոսում ենք ընտրություններ եւ այլն, ոչ մեկ դրա մասին նույնիսկ մտահոգված։ Այսինքն իրենք Նիկոլ Փաշինյանին, այսպես ասած, 1000 ներողություն, բայց այդ շամփայը տալու են։ Ընտրություններ ես ուզում 26 թվականին կգնաս ընտրությունների, օքեյ կստանաս, եվրոդիտորդները կգան կասեն ամեն ինչ լավ է եղել, տեսակ Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ, առաջնորդած շարժման ժամանակ, Միացյալ Նահանգների դեսպան, եվրոպացի դեսպաններ, այլն պաշտոնյաներ, ոչ տեսել ենք, ոչ լսել ենք, ընդհակառակ ասեցին մեղավոր են ցուցարարները։ Հիշում եք, չէ՞։ Հիմա, այսինքն Փաշինյանին ինչ է պետք իշխանության պահպանում, իրենք կտան, կլեգիտիմացնեն, դիտորդներով կասեն այլուն ընտրություններ ա եղել։ Չնայած վարկանիշը գետնին է հասել։ Ինքը նվազում է վարկանիշը։ Գործարքը կանի, չէ՞, պարոն Մելքոնյան, այդպես չի, գինը սա չի լինելու։ Տեսեք, այո, վարկանիշը նվազում է, բայց մենք տեսնում ենք այս բոլոր հարցումներին իրան դեր այլ քաղաքական ուժեր չեն անցել։ Նույնիսկ եթե այսօր ընտրությունները տեղ ունենան, ինձ թվում է գրեթե կոնֆիգուրացիան շատ չի փոխվելու, բայց կարևորը, որ մենք այսպիսի հարցերի մասին ենք խոսում, շատ կարևոր է կոնսենսուսը։ Կամ մեկ անձի շուրջ, կամ մեկ օրակարգի շուրջ։ Այստեղ մենք տեսնում ենք, որ կա այս նշած կոնսենսուսը համ հարցի շուրջ օրակարգի, համ անձի։ Երբ որ մենք ադրբեջանցիների հետ առնչվում ենք, ուղիղ նշում են, որ այո, Նիկոլ Փաշինյանը մեզ համար ամենանախընտրելի երկրի ղեկավարներից մեկն է։ Երբ որ մենք առնչվում ենք արևմուտքից մեր գործընկերների հետ, էլ բոլորը հասկանում են, որ ավելի նախընտրելի Նիկոլ Փաշինյանը եւ կան այլ քաղաքական ուժերը, բայց իրանց վարկանիշը բարձր չի։ Կան թե այլ այսպես կոչված նախկինները եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ առնվազն օրակարգի եւ անձի շուրջ կա կոնսենսուս։ Այս խնդիրը նա է, որ ես իրականում, ինչպես դուք նշեցիք,
ոչ Թուրքիային եւ ոչ Ադրբեջանին չեմ վստահում։ Կարող է լինի ինչ-որ խաղ կամ պայմանավորվածություն, բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիա եւ Ադրբեջանի օրակարգը լրիվ այլ է։ Եթե իրանք ուզենային բացեն այս ճանապարհները, եւ մենք տեսնում ենք Հայաստանը փորձում էր ներգրավել Եվրոպային, որպեսզի Թուրքիային համոզեին բացեին սահմանը Հայաստանի հետ, բայց դա չի ստացվել։ Նշանակում է Թուրքիա եւ Ադրբեջանի օրակարգը այլ է։ Իսկ կա մեկ օրակարգ եւ կա երկրորդ օրակարգ, եւ ոչ մեկ չի դիմադրելու այս թուրք-ադրբեջանական օրակարգին։ Պարոն Մելքոնյան, շատ ճիշտ նշեցիք, հիմա հաջորդ բանը, եթե Իրանն էր միակ դիմադրողը Զանգեզուրի միջանցքին, Իրանը այլևս սա գլուխը խառն է լինելու իր հարցերով, իհարկե Զանգեզուրի միջանցքն էլ իր հարցերից մեկն է, որտեղ կոնկրետ իր անվտանգության հարցն է, իր սահմանների, հարցն է։ Հիմա կստացվի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կօգտվեն այս իրավիճակից, Եվրոպան էլ կարմիր, այսպես ասած, բանացույց կտա, կանաչ լույս կվառի, ավելի ճիշտ կանաչ լույսը կվառի եւ Զանգեզուրի միջանցքի հարցը կփորձեն լուծեն։ Էրդողանը ընդամենը անցյալ ամիս էր ասում, չէ, հույս ունենք, որ Իրանի աջակցությունը կլինի, չնայած նրան, որ Իրանը այլընտրանքային ճանապարհ իր տարածքով տվել էր, չէ, Ադրբեջանին դեպի Նախիջևան, բայց Ադրբեջանը դա չի ուզում։ Ադրբեջանը դա չի ուզում, Իրանի դեսպանը այստեղ հայտարարեց, ասաց մենք տալիս ենք ճանապարհ մեր տարածքով Ադրբեջանին դեպի Նախիջևան, ցամաքային տարածք, բայց դա Հայաստանի սահմանների հետ կապ չունի, որևէ բանով չի խոչընդոտում։ Հիմա ստացվում է, որ կարող են օգտվել այս իրավիճակից, եւ Փաշինյանն էլ վստահ եմ վազելով կգնա, հա, եթե բան լինի, ու Զանգեզուրի միջանցքի հարցը լուծեն, քանի գլուխը խառն է Իրանի։ Այո, եթե սա երկար ժամանակ տևի, ցավոք սրտի, այնտեղ ինձ թվում է օրակարգում ոչ միայն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցն է, ավելի լայն հարցերի մասն է խոսքը գնում։ Իրանը անշուշտ կօգտագործի իր դիվանագիտական հնարավորությունները, օրինակ վերջերս նոր դեսպան է նշանակվել Իրանի Ադրբեջան, պարոն Դեմիրճիլոն, որը Եվրասիայի դեպարտամենտի պետ էր Իրանի ԱԳՆ-ում եւ պաշտոնական հայտարարում էր Իրանի դիրքորոշումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ, երբ որ Ադրբեջանից ինչ որ տարբեր հայտարարություններ են կամ նույնիսկ Ռուսաստանի կողմից։ Դա նշանակում է, որ Ադրբեջանին շատ մեծ կարևորություն են տալիս։ Եթե Եվրասիայի դեպարտամենտի պետը, որը նաև այս հարցերին պատասխանատու է, ուղեկցում է որպես նոր դեսպան Ադրբեջան։ Դիվանագիտական միջոցները կօգտագործեն։ Այստեղ կարևոր է հասկանալ, թե արդյոք գետնի վրա իրանց հնարավորությունները եւ ունակությունները չեն փոխվի։ Գուցե պատկերացնենք խնդիրներ լինեն տնտեսական եւ այլն, շատ կարևոր է, որ հյուսային պատասխանատվության գոտին կայուն լինի եւ ամուր լինի։ Բայց դա կարող է, չգիտեմ, 1 շաբաթ լինի, 10 օր լինի, բայց եթե 2 շաբաթ այսպես ինտենսիվությամբ շարունակվի հարձակումը, որևէ երաշխիք չկա այդ առումով։ Բայց այդ դեպքում, եթե Զանգեզուրի միջանցքի հարցը փորձեն հիմա օգտվելով առիթից լուծեն, Իրանը կխփի նաև այդ հատվածին, ճիշտ է թե ոչ։ Կախված է թե ինչ պայմանավորվածություններ մենք կարող ենք ձեռք բերել։ Մենք նկատի ունենք։ Մենք նկատում ենք Հայաստանը։ Հայաստանը, հա։ Ինչ ձևի համագործակցություն կարա տեղի ունենա։ Իրանի հետ։ Դե պարզա, որովհետև գետնի վրա ոչ մեկ էլ չի կարող ոչ մի բան անել բացի Իրանից։ Նույնիսկ այսպես թույլ դիրքերից։ Ես դրա համար եմ ասում, եթե Թուրքիայի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի բոլորի այդ աջակցությունը Իսրայելի կողմն է, հա, Փաշինյանը գնալու է դրան եւ ես չեմ բացառում, որ Իրանի դեմ քայլեր անի։ Ինձ թվում է այդ ամենալավ ճանապարհը չի։ Բնականաբար, դա սարսափելի ճանապարհ է, սցենար է։ Բայց եթե դու գնում ես եւ պայմանավորվում ես այլ ինչ օրակարգի շուրջ, որովհետեւ դու ինչ որ մի բան էլի պիտի տաս։ Եթե բացում ես միջանցքը, այսպես կոչված միջանցքը, բացում ես սահմանը Թուրքիայի հետ եւ այլն, ինչ որ գին պիտի վճարես։ Հիմա որն է այդ գինը, ես չգիտեմ։ Որը կարող է լինել։ Դա կարող լինի միջանցքը, դա կարող լինի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մի մասը, վրա ճակերտներով բնակեցնել այսպես կոչված ադրբեջանցիներին Հայաստանում տրամադրել անվտանգության երաշխիքներ, այն գնալ այն օրակարգով, որը նաև ադրբեջանցիներ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունը, հա, իրավապահ մարմիններ, ուժեր։ Ըստ ումա դա չի բացառում եւ դա կա առնվազն Ադրբեջանի օրակարգում։ Դե Փաշինյանը կստանա ամենակարևոր նվերը, այն ինչ որ ուզում է։ 26 թվականին ընտրություններին կստանա լեգիտիմություն, կասեն շատ լավ, ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ է եղել։ Հիմա
այն ինչ որ ինքը ուզում է ըստ էության։ Հիմա վերջին հարցը, պարոն Մելքոնյան, դուք ինքներդ նշեցիք, որ ինչ օրակարգեր կան, հա, երկու օրակարգ մեր բանում, հա, այսինքն եւ ունի Փաշինյանը ադրբեջանցիների, թուրքերի եւ Եվրոպայի աջակցություն է ամենում, արևմուտքի աջակցությունը, հա, կոնսենսուս կա այշուր։ Հիմա օրակարգ է դաշտ բերվել ընդդիմության մի հատվածի կողմից եւ արթուն ենք շարժման նախաձեռնողների կողմից իմպիչմենտի օրակարգը, այսինքն ազգային ժողովով անվստահություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը, որը սահմանադրությամբ տրված գործիք է, օրենքի շրջանակներում սահմանադրությամբ տրված։ Ցավոք սրտի Հայաստան դաշինքը, հա, իհարկե ասում է իբրև թե տվել են, ասում են ընդունեք, համարեք, որ ունեք այս ստորագրությունները 28 падգամավորների, բայց ըստ էության դեմ են։ Հիմա եկեք դիտարկենք, կա մի օրակարգ, որը Նիկոլ Փաշինյանի օրակարգը չէ, եւ դա կարող է սրի պես կախված լինել ազգային ժողովի գլխին, հա, որ ցանկացած Նիկոլ Փաշինյանի քայլի դեպքում անվստահության process սկսել եւ ժողովուրդը ոտքի կանգնի։ Ինչու են մերժում, ինչու այս օրակարգը չեն ընդունում, որովհետեւ մենք հենց հիմա խոսեցինք, որ 26 թվականի ընտրություններին Նիկոլ Փաշինյանը անելով, հա, այս թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները արևմուտքից ունենալով աջակցությունը ինքը ստանալու է, հա, հազար ներողություն, բայց մի օր Ռոբերտ Քոչարյանը կանգնի էլի ասուլիսում կասի բանը Նիկոլ Փաշինյանը հաղթեց, հա, ժողովուրդն է մեղավոր։ Օրինակ, կամ ինչպես 21-ին եղավ, կամ որևէ մեկը։ Մենք չենք ուզում, չէ՞, այդ սցենարը կրկնվի։ Մենք խոսեցինք, որ 26-ին դակելու են, ասելու են եվրոդիտորտները չեն հիմնական եզրակացություն տալիս ընտրությունների մասին։ Ոչ միայն, բայց այո։ Եվ ոչ հիմնական չէ։ Օրինակ կարող են բան անեն, ասեն Ռուսաստանից չեն գալու մասնակցեն, կարող են ասել, թե չէ։ Չէ, բայց Ռուսաստանից կգան կմասնակցեն, ինձ թվում է։ Հա, բայց կարող են, չէ՞, նաև ասել, որ չէ, ինչ գիտենք։ Հիմա, բայց հիմնականում եվրոպացի դիտորդներն են, չէ, գնահատականներ տալիս։ Այսինքն 26-ի սցենարը նշանակում է 21-ի սցենարի կրկնություն։ Հիմա ինչու իմպիչմենտի գործիքից չեն օգտվում, դա էլ օրակարգ է ի վերջո։ Ես դրա պատասխանը չունեմ։ Ես թվում է հենց այդ մարկանցով չի միանում գործընթացին իրանց պիտի այդ հարց ուղեկցվի։ Նաև ինձ թվում է կարևոր է կոմունիկացնել թե իմպիչմենտի գործընթացը ինչու մասին է եւ ինչ նպատակներ է հետապնդում, ինչու հենց հիմա է կարևոր, որովհետեւ այդ օրակարգը լինի հասարակության մեջ, որովհետեւ շատերը տեղեկացված չեն թե ընդհանրապես ինչ է կատարվում։ Եվ շատ կարևոր է, ինչու մենք խոսում օրակարգների շուրջ։ Տեսնում եք դուք կապեցիք ներքին գործընթացը արտաքին օրակարգի հետ, բայց արդյոք այդ կապը կա, երբ որ մենք խոսում ենք լայն հասարակության մասին։ Այսինքն գիտակցումը դրա։ Ես դրա պատասխանը չունեմ, նկատի ունեմ, որովհետև կա ինչ որ մեկ օրակարգ արտաքին, թե ինչ ճանապարհենք մենք գնում։ Հիմա այլ ընտրանքը որն է, պիտի լինի ինչ որ պարզ հստակ օրակարգ, որի շուրջ այո կարելի հնարավոր կլինի ունենալ կոնսենսուս։ Այս օրակարգի շուրջ կա կոնսենսուս։ Այո։ Բայց պիտի լինի այլ ընտրանք, որի շուրջ պիտի ձևավորվի կոնսենսուս։ Սա է հիմնական խնդիրը, որ ես տեսնում եմ այս կոմունիկացիայի մեջ։ Բայց դուք ինքներդ չէ նշեցիք, որ 26-ին լինելու է կոնսենսուս եւ Փաշինյանը ձեռնտու է եւ Էրդողանին, Թուրքիային եւ Ադրբեջանին եւ Արևմուտքին, ճիշտ է թե ոչ։ Այլ ընտրանք, որովհետեւ այլ օրակարգ չկա։ Հիմա սա օրակարգ կարող է դառնալ, թե ոչ, սա եմ ասում։ Որովհետև 26 թվականը Սաթիկը ուզի Սեյրանյանը չուզի, Սերգեյ Մելքոնյանը ուզի չուզի գալու է 26-ը։ Հիմա ինչի ենք խուսափում այդ օրակարգից, ինչի ենք վախենում։ Ես դրա պատասխանը չունեմ։ Ես էլ չունեմ։ Որովհետև յուրաքանչյուր հարցի շուրջ դու կարող ես ձևավորել օրակարգ։ Լինի դա եկեղեցի շուրջ համախմբման մասին, որը շատ մեծ նարատիվ է։ Ինքը մի հատ հարց չէ, ինքը շատ մեծ նարատիվ է։ Շատ, մանավանդ որ եկեղեցին Փաշինյանի հրաժարականն էր պահանջել, հիշում եք։ Լինի դա Սփյուռքի հետ կապերը վերահաստատել, որովհետև մենք տեսնում ենք ինչ վիճակում է Սփյուռքը գտնվում։ Պիտի տարբեր էլեմենտները հավաքես մեկ օրակարգ, որպեսզի լինի այլընտրանք, որ այլ ընտրանքի շուրջ հավաքում ես կոնսենսուս, համ ներսում, համ դրսում։ Այդ վաղտ, ինչպես դա տարբեր երկրներում տեղի ունենում։ Հիմա նույնը Իրանում կա երկու հատ օրակարգ։ Գնում բանակցում, ինչ որ հանձնվում ենք եւ այլն, զիջում ենք, կամ գնում ենք մինչեւ վերջ պատերազմում ենք։ Կամ կա դրսից այլ օրակարգ։ Ընդհանրապես Իրանը ոչնչացում է, կա շահի որդին, որը կգա, կիշխի եւ այլն։ Կա տարբեր օրակարգեր, որի շուրջ փորձում են ձևավորել կոնսենսուս։
Որտեւ ես կարծում եմ հետագայում պարոն Մելքոնյան այլևս որևէ մեկը չի կարող միայն ժողովրդին մեղադրել, հա, որովհետեւ ժողովուրդը մեծ մասամբ նաեւ արդեն պատրաստ է դրան, գիտակցում է ինչ վտանգի առջև է կանգնած։ Ազգային անվտանգության հարցից նաեւ եթե լինի օրակարգ եւ հասարակության կողմից պահանջ, որ հասարակությունը դեմ է ինչ որ այս կոնսենսուսին։ Նույնիսկ եթե որոշում կայացնողները մի պահ հասկանան վտանգները եւ այլն, ես չդիմեն այս քայլին, իրանք կարող են հղում անեն, որ ես այս օրենքը չեմ կարող անցկացնել։ Որովհետեւ ժողովուրդը դեմ է, ոնց դա է տեղնում օրինակ սահմանադրության Ադրբեջանի պահանջով, որ նախատեսված է փոխել, որովհետեւ հարցումներ ցույց են տալիս, որ ժողովուրդը դեմ է։ Ուզենակ դնեք օրակարգ, չուզենակ դնեք, դա չի աշխատելու։ Բայց եթե նաեւ այլ հարցերի շուրջ հասարակության մեջ լինի կոնսենսուս, որը հարցումներով կերևա, ակտիվությամբ կերևա եւ այլն, նույնիսկ անձեր, որոնք որոշում են կայացում, շատ հեշտ հղում ցանկության դեպքում կարան անեն, որ ժողովուրդը դեմ է, պետք է ժամանակ եւ փաստացի հաղթելով ժամանակ։ Բայց այս դիմադրությունը թուրք-ադրբեջան օրակարգին անշուշտ պետք է։ Այո, եւ դա պետք է արվի նաեւ օրենսդիր մարմնում ճնշումներ գործադրելով, հակառակ դեպքում ինչի համար են իրենց մանդատները, այն բանի համար, որ դրսում եւ ներսում process-ներ տարվեն եւ կարողանան կանխել այս նորանոր աղետները, իսկ սա ավելի մեծ է, Շնորհակալ եմ պարոն Մելքոնյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ իմ զրուցակիցն էր Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի փորձագետ, իսրայելագետ, միջազգայնագետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մելքոնյանը, կհանդիպենք հաջողություն ձեզ։